Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, ահա ինչպես արդեն տեսնում եք ես հեռուստացույցով մուտք եմ գործել իմ YouTube-յան ալիք, ինչպես արդեն հիշում եք ես 3 ուշ երեկոյան իմ YouTube-յան ալիքով ունեցա ուղիղ եթեր, ուրեմն ասեմ, որ իմ այդ ուղիղ եթերի տեսագրությունը ներկայումս պահպանվում է իմ YouTube-յան ալիքի տրանսլացի ուղիղ եթերների բաժնում, սակայն իմ այդ ուղիղ եթերի տեսանյութը հիմա ես նույնությամբ ամբողջությամբ կտեսագրեմ, որպեսզի իմ այդ ուղիղ եթերի տեսանյութը տեղադրեմ նաև իմ YouTube-յան ալիքի ընդհանուր տեսանյութերի բաժնում, որպեսզի ել ավելի շատ մարդ դիտի իմ այդ տեսանյութը, ուրեմն առաջարկում եմ ձեր բջջային հեռախոսով կամ համակարգչով մուտք գործել իմ YouTube-յան ալիք, YouTube-յան ալիքից վերնագիրն է Էրիկ Եղինյան շախմատիստ, իմ YouTube-յան ալիք մուտք գործելուց հետո դուք կարող եք մուտք գործել իմ YouTube-յան ալիքի տրանսլացի ուղիղ եթերների բաժինը, որից հետո կարող եք գտնել հետևյալ վերնագրով իմ տեսանյութը, այսինքն ուղիղ եթերով եթեր հեռարձակված իմ տեսանյութը, իմ այդ տեսանյութի վերնագիրը հետևյալն է, ես փնտրում եմ հոգատար նվիրված կին, ես կարդում եմ իմ կողմից գրված բուժքրոջ սիրո մասին ռոմանտիկ պատմվածք։ Իմ այդ ուղիղ եթերի տեսանյութը բաղկացած է 1 ժամ 35 րոպեից, այսինքն տևողությունը 1 ժամ 35 րոպե է։ Իմ այդ տեսանյութի տակ ես գրել եմ կոմենտ, որը նույնպես կարող եք կարդալ ցանկության դեպքում։ Ուրեմն նախապես տեղեկացնեմ, որ իմ այդ տեսանյութում ես խոսում եմ տղամարդու և կնոջ ներդաշնակ փոխհարաբերությունների և միմյանց միջև փոխըմբռնման մասին, ինչպես նաև իմ այդ ուղիղ եթերի ժամանակ ես հրապարակում եմ իմ կողմից գրված սիրային ռոմանտիկ պատմվածքը հիվանդի և բուժքրոջ սիրո պատմության մասին, իսկ տեսանյութի վերջում ուղիղ եթերում ես պատասխանում եմ իմ հետևորդների բազմաթիվ պրովոկացիոն հարցերին։ Բավականին հետաքրքիր եթեր է եղել, մնացած մանրամասները հիմա ամբողջությամբ կցուցադրեմ ձեզ։ Ուրեմն, ինչպես արդեն նշեցի, իմ այդ ուղիղ եթերը ես հրապարակել եմ 3, այսինքն իմ YouTube-յան ալիքով ուղիղ եթեր եմ մտել 3, այսինքն 2025 թվականի մարտի 22-ին, և ներկայումս իմ այդ ուղիղ եթերի տեսանյութը YouTube-ում արդեն իսկ ունի 16730 դիտում, այսինքն նշանակում է, որ դեռ ընդամենը 1 օր էլ չի անցել, մի քանի ժամ է անցել և մի քանի ժամվա ընթացքում իմ այդ ուղիղ եթերը արդեն YouTube-ում ունի 16730 դիտում, ինչը նշանակում է, որ հանրության լայն շրջանակներին անշուշտ հետաքրքրել է իմ այդ տեսանյութը և այդ հանգամանքով պայմանավորված արդեն 16730 հոգի չանցած 1 օր, այսինքն մի քանի ժամվա ընթացքում արդեն 16730 հոգի դիտել է իմ այդ ուղիղ եթերը։ Ահա այս տեսանյութի մասին է խոսքը։ Նորից եմ կրկնում, դուք կարող եք ձեր բջջային հեռախոսով կամ համակարգչով մուտք գործել իմ YouTube-յան ալիք, որից հետո մտնում եք իմ YouTube-յան ալիքի տրանսլացի ուղիղ եթերների բաժինը և այս տեսանյութը կարող եք գտնել և ամբողջությամբ դիտել։
Բարի երեկո հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր ուղիղ եթեր մտնելու շարժառիթը հանդիսանում են հետևյալ հանգամանքները։ Մասնավորապես ես այսօր Երևան քաղաքում տեղակայված լրատվամիջոցներից մեկի լրագրողից ստացել եմ հեռախոսազանգ այն մասին, որ այդ լրատվամիջոցի լրագրողը ինձ հրավիրում էր քաղաք Երևան ինձնից հարցազրույց վերցնելու համար, որը կապված է իմ YouTube-յան ալիքում հրապարակված որոշ տեսանյութերի պարզաբանման հետ։ Բնականաբար ես չմերժեցի այդ լրագրողին, սակայն ես ունեմ նախապայման, քանի որ այդ լրագրողը ասեց, որ ինձնից հարցազրույց վերցնելու են ոչ ուղիղ եթերի ձևաչափով, այսինքն այդ լրագրողը ինձ առաջարկում էր ինձնից հարցազրույց վերցնել նախապես իմ հարցազրույցը տեսագրելու միջոցով, այսինքն ինձնից վերցնեին հարցազրույցը տեսագրեին եւ այդ տեսագրությունը մոնտաժեին, որից հետո նոր տեղադրեին իրենց YouTube-յան ալիքում։ Բնականաբար ես համաձայն չեմ այդ տարբերակի հետ, ես ունեմ նախապայման, նախ ասեմ, որ նախքան ուղիղ եթերում այս ամենի մասին բարձրաձայնելը ես անկեղծ ասած մի փոքր տատանվում էի, թե արժե արդյոք այս տեղեկատվությունը հանրայնացնել, թե ոչ, այնուամենայնիվ որոշեցի եւ նպատակահարմար գտա այս տեղեկատվությունը հանրայնացնել հետեւյալ նկատառումներից ելնելով, քանի որ եթե Երևան քաղաքում տեղակայված այդ բավականին բարձր վարկանիշ ունեցող լրատվամիջոցի ներկայացուցիչը եթե զանգահարում է ինձ եւ իմ YouTube-յան ալիքում հրապարակված որոշ տեսանյութերի հետ կապված, եթե ցանկանում են ինձնից հարցազրույց վերցնել, ուրեմն դա նշանակում է, որ իմ YouTube-յան ալիքում հրապարակված տեղեկատվությունները հասարակության շրջանում առաջացրել են բավականին բարձր հետաքրքրություն եւ վստահ եմ, որ այդ հանգամանքով պայմանավորված է այդ լրագրողը ցանկացել ինձնից հարցազրույց վերցնել, սակայն ես մտավախություն ունեմ, որ հնարավոր է այդ լրագրողը իմ հարցազրույցը կոնտեքստից կտրված եթեր հեռարձակի, այսինքն իմ խոսքերը խեղաթյուրված եւ աղավաղված կերպով եթեր հեռարձակվի, այդ իսկ պատճառով ես մերժեցի ոչ ուղիղ եթերի ձևաչափով ինձնից հարցազրույց վերցնելու առաջարկը եւ առաջարկեցի ինձնից հարցազրույց վերցնել ուղիղ եթերի ձևաչափով եւ ես պատրաստակամություն հայտնեցի ուղիղ եթերում պատասխանել այդ լրագրողի կողմից ինձ ուղղված բոլոր հարցադրումներին։ Նաեւ պահանջեցի, որ հարցազրույցը վերցնեն ոչ թե Երևան, ինձնից հարցազրույցը վերցնեն ոչ թե Երևան քաղաքում, այլ Ստեփանավան քաղաքում եւ պահանջեցի, որ զուգահեռաբար ինձնից հարցազրույց վերցնելու այդ ողջ գործընթացը պարտադիր պետք է հեռարձակվի նաեւ իմ YouTube-յան ալիքով, այսինքն միաժամանակ հեռարձակվի եւ տվյալ լրատվամիջոցով եւ իմ YouTube-յան ալիքով, քանի որ ներկայիս տեխնիկական միջոցները ընձեռում են նման հնարավորություն, եւ այդ լրագրողը ասաց, որ ձեր կարծիքը կփոխանցենք մեր խմբագրությանը, գլխավոր խմբագրին, հիմա տեսնենք, եթե այդ լրագրողը համաձայնվի իմ առաջարկած ողջամիտ նախապայմանների հետ, այսինքն ինձնից հարցազրույցը վերցվի ուղիղ եթերի ձևաչափով եւ Ստեփանավան քաղաքում, այլ ոչ թե Երևան քաղաքում, ապա ես նորից եմ կրկնում պատրաստակամություն եմ հայտնում ուղիղ եթերի ձևաչափով ցանկացած լրագրողի տալ հարցազրույց եւ պատրաստակամություն եմ հայտնում պատասխանել լրագրողների կողմից ինձ հասցեագրվելիք ցանկացած հարցադրումներին, որևէ մտավախություն չունեմ, ասեմ, որ ես ամենևին էլ իմ YouTube-յան ալիքով ապատեղեկատվություն չեմ տարածում եւ իմ YouTube-յան ալիքով ես տարածում եմ միայն ու միայն փաստարկված եւ ճշգրտված տեղեկատվություն, դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ դեռևս այսքան ժամանակ չի եղել որևիցե մեկը, որից քաղաքացիական հայցով դատի տա իբրև թե իրեն ձերբարկելու համար եւ այդ հանգամանքը նույնպես վկայում է այն մասին, որ իմ YouTube-յան ալիքով հրապարակված տեղեկատվությունները ճշգրտված են, ճշգրիտ են, հավաստի են, արժանահավատ են եւ համապատասխանում են իրականությանը եւ ես վերահաստատում եմ, որ ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ տարածում։ Նաեւ ցանկանում եմ անդրադառնալ հետեւյալ հանգամանքին, ուրեմն մասնավորապես ես ստանում եմ բազմաթիվ նամակներ տարբեր անձանց կողմից ինձ ուղղված եւ մարդիկ հետաքրքրվում են, թե ես ինչու մինչև հիմա չեմ ամուսնանում։ Իհարկե դա
իմ անձնական կյանքին է վերաբերում այդ հարցադրումը, սակայն այնուամենայնիվ, եթե մարդկանց հետաքրքրում է այդ հարցի պատասխանը, թե ես ինչու մինչև հիմա չեմ ամուսնանում, ապա այդ կապակցությամբ բավարարելով մարդկանց հետաքրքրասիրությունը կցանկանամ նշել, որ ես նախկինում ամուսնացած եմ եղել 3 անգամ, իմ առաջին կնոջս անունը եղել է Հասմիկ, երկրորդ կնոջս անունը եղել է Աննա, իսկ երրորդ կնոջս անունը եղել է Անուշիկ։ Ասեմ, որ ճիշտ է, ես հիմա ամուսնացած չեմ, սակայն ունեմ բազմաթիվ աղջիկ ընկերներ, թե կին ոստիկանների շրջանում, թե բուժաշխատողների շրջանում, իհարկե իգական սեռի ներկայացուցիչների շրջանում ունեմ բազմաթիվ աղջիկ կին ընկերներ, սակայն ամուսնությունը դա լուրջ որոշում է եւ պետք է, ինչպես ասեմ, որ իմ խոսքերը անկալելի հեն չեն, պետք է մարդու սիրտը կպչի, որպեսզի ամուսնանալու անհրաժեշտություն առաջանա, բացի այդ էլ մի փոքր արդեն անվստահություն ունեմ ես կանանց նկատմամբ, քանի որ նախկինում իմ ունեցած այդ 3 կանանցից որևէ մեկին չի հաջողվել երջանկացնել ինձ եւ այդ հանգամանքով պայմանավորված մի փոքր արդեն անվստահություն ունեմ ես կանանց նկատմամբ, բացի այդ էլ նախապես ցանկանում եմ տեղեկացնել, որ ես բիզնեսմեն չեմ, պաշտոնյա չեմ, այսինքն իմ ֆինանսական վիճակս այդքան էլ կայուն վիճակում չի գտնվում, այսինքն գտնվում է ոչ բարվոք վիճակում իմ ֆինանսական վիճակը, սակայն ներկայիս կանայք ավելի շատ ներկայիս կանանց մեծամասնությունը, չեմ ասում իհարկե բոլոր կանայք այդպիսին են, բայց ներկայիս կանանց մեծամասնությունը գերադասում են իրենց կյանքը կապել ապահովված տղամարդու հետ, այսինքն այնպիսի տղամարդու հետ, ով կլուծի իրենց բոլոր ֆինանսական կարիքները եւ իրենց կապահովի բարեկեցությամբ, նախապես ցանկանում եմ տեղեկացնել, որ ինչպես արդեն նշեցի, ես նյութապես ապահովված չեմ եւ իմ ապագա կնոջը անկեղծ ասած այս պահի դրությամբ չգիտեմ հետագայում ինչպես կդասավորվի իմ կյանքը, այս պահի դրությամբ ես չեմ կարող իմ ապագա կնոջը ապահովել նյութական բարեկեցությամբ, սակայն կանայք նորից եմ կրկնում, որոշ շահամոլ կանայք առաջնորդվում են նյութապաշտությամբ եւ առանց սիրելու գերադասում են իրենց կյանքը կապել այնպիսի տղամարդու հետ, ով իրենց համար կապահովի բարեկեցիկ կյանք։ Ասեմ, որ նման ընտրությունը ունի նաև իր բացասական կողմերը, այսինքն հնարավոր է տղամարդը լինի ճիշտ է ունենա կայուն վաստակ եւ կնոջը ապահովի նյութական բարեկեցությամբ, սակայն տվյալ տղամարդու կողքին կինը իրեն երջանիկ չզգա։ Այսինքն հնարավոր է, որ տղամարդը լինի հարբեցող, ենթադրենք, օրինակ եմ բերում, լինի բռնարար, լինի դավաճանող, չգիտեմ, լինի խաղամոլ, լինի թմրամոլ, այսինքն բացառվում է, որ երկու երնեք մեկտեղ լինեն, այսինքն եթե կանայք ձգտում են իրենց կողքին ունենալ այնպիսի տղամարդ, ով իրենց եւ կապահովի նյութական բարեկեցությամբ եւ կտա շատ սեր, քնքշանք, չգիտեմ, գուրգուրանքներ եւ իրենց հետ մշտապես լավ կվերաբերվի, ապա ասեմ, որ դժվար կարողանալ գտնել այդպիսի տղամարդ, նորից եմ կրկնում, ճիշտ է ես այս պահի դրությամբ կնոջը չեմ կարող ապահովել նյութական բարեկեցությամբ, սակայն հավաստիացնում եմ, որ իմ կողքին գտնվող յուրաքանչյուր կին բնականաբար ինձնից կստանա քնքշանք, սեր, ջերմություն, գուրգուրանքներ, լավ վերաբերմունք, այսինքն այն ամեն լավ բաները, ինչի կարիքը, որ կինը ունի, հիմա հատառախած չթվարկեմ, այսինքն նույն նվիրվածություն, հավատարմություն, հոգատարություն, հավաստիացնում եմ, որ իմ կողքին յուրաքանչյուր կին կլինի պաշտպանված եւ կլինի ապահովված, այսինքն բացի նյութական բարեկեցությունից, անկեղծորեն եմ ասում, բացի նյութական բարեկեցությունից ես ամեն ինչ պատրաստ եմ տալ կնոջը։ Եվ այդ նյութական բարեկեցության բացակայությունը ներկայումս դրդերում է ժամանակավոր բնույթ, ես բնականաբար կյանքը անկանխատեսելի է եւ կյանքը լի է անակնկալներով, ես այս պահի հստակ չեմ կարող ասել, թե հետագայում իմ ֆինանսական վիճակս ինչպես կդասավորվի, հնարավոր է կայունանա իմ ֆինանսական վիճակը հետագայում, ես խոսում եմ առկա տվյալներով, կոնկրետ ներկա պայմաններում իմ ֆինանսական վիճակը գտնվում է ոչ բարվոք պայմաններում եւ ես
չեմ կարող կնոջը ապահովել նյութական բարեկեցությամբ։ Եվ միակ պատճառը դա է, որ ես ներկայումս չեմ ամուսնանում, այսինքն քանի որ չեմ կարող կնոջը տալ այն նյութական բարեկեցությունը, որը որ կինը ինձնից պահանջում է։ Այսինքն բնականաբար սեր, քնքշանք, գուրգուրանքներ, ջերմություն, այդ ամեն պաշտպանվածություն, ապահովության զգացում, այդ ամեն ինչը կարող եմ տալ, բացի նյութական բարեկեցությունից։ Նաև ինձ շատերն են հարցնում, թե ես նախկինում, երբ որ 3 անգամ ամուսնացած եմ եղել եւ ամուսնալուծվել եմ, ապա ամուսնության ընթացքում ինչու երեխաներ չեմ ունեցել։ Նախ ասեմ, որ ես երեխա ունենալու հանգամանքին վերաբերվում եմ չափազանց լրջորեն, նաև հաշվի առնելով, նորից եմ կրկնում, հաշվի առնելով ներկայիս կանանց նյութապաշտությանն ուղղված այդ հոգեբանությունը, կանանց հոգեբանությունը հաշվի առնելով, ես մշտապես մտավախություն եմ ունեցել, որ եթե հանկարծ որևէ կին ինձնից երեխա ունենա, ապա երբ որ մենք ամուսնալուծվենք, չգիտես ինչու ես միշտ մտածել եմ բաց քարագույնը եւ մտածել եմ, որ եթե հանկարծ երեխա ունեցա մի կնոջից եւ ամուսնալուծվեցի այդ կնոջից, ապա այդ կինը անտարակույս անշուշտ պետք է ինձ դատի տա եւ ինձնից ալիմենտ պահանջի եւ ես հեռատես գտնվելով ես ինքս եմ այնպես արել, որպեսզի հանկարծ երեխա չծնվի։ Քանի որ մշտապես մտածել եմ, որ հնարավոր է ես ամուսնալուծվեմ եւ հետագայում ամուսնալուծվելուց հետո իմ նախկին կինը ինձ դատի տա եւ ինձնից ալիմենտ պահանջի եւ նորից եմ կրկնում կոնկրետ երեխա ունենալու հանգամանքին ես վերաբերվում եմ չափազանց լրջորեն եւ ես այսպես եմ մտածում, ենթադրենք եթե մի կնոջ հետ ես համատեղ ապրեմ 2-ից 3 տարի, այսինքն համատեղ միասին ապրելուց 2-ից 3 տարի հետո նոր կարելի է մտածել երեխա ունենալու մասին։ Սակայն նախկին իմ 3 ամուսնությունները 2 տարի չեն տևել, այսինքն ավելի քիչ ժամանակահատված են տևել եւ այդ հանգամանքով պայմանավորված է եղել նաեւ, որ ես գերադասել եմ երեխա չունենալ։ Քանի որ ես զբաղվում եմ հասարակական գործունեությամբ եւ նաև իմ անձնական կյանքը հետաքրքրում է շատ շատերին, թե իմ հետևորդներին եւ թե հանրությանը, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար գտա հանրության հետ կիսվել, իմ հետևորդների հետ կիսվել իմ անձնական կյանքին վերաբերող այս մանրամասներով։ Սակայն նշեմ նաև, որ ես ինքս հիմա 38 տարեկան եմ արդեն համաստեղությամբ կարիճ եմ, ասեմ, որ ես չեմ ծխում, չեմ խմում, այսինքն ալկոհոլային խմիչքներ ընդհանրապես չեմ օգտագործում, սուրճ ընդհանրապես չեմ օգտագործում, իսկ ծխելը թողել եմ դեռևս 2018 թվականին, այսինքն արդեն 7 տարի է ես չեմ ծխում եւ բնականաբար կանայք շատ կանայք կերազեն, որ իրենց տղամարդը լիներ այնպիսին, ինչպիսին որ ես եմ, այսինքն բնականաբար ես գիտեմ, որ խմող տղամարդիկ կանանց դուր չեն գալիս եւ շատ կանայք զզվում են խմող տղամարդկանցից, ասեմ, որ ես նման տղամարդկանց թվին չեմ պատկանում, նորից եմ կրկնում, ես ալկոհոլ ընդհանրապես չեմ օգտագործում, չեմ խմում, չեմ ծխում, նույնիսկ սուրճ չեմ խմում, բնականաբար խմրամոլ նույնպես չեմ, հարբեցող չեմ, խաղամոլ չեմ։ Բնականաբար ես ունեմ նաև բազմաթիվ թերություններ, հիմա այնպես չստացվի, որ փորձում եմ միայն լավ կողմերով ներկայանալ, ամենևին էլ ոչ, նման բան չկա, ինչպես որ բոլոր մարդիկ, այնպես էլ ես ունեմ նաև բազմաթիվ թերություններ, նաև քանի որ մարդը չի կարող բոլորի համար լավը լինել, ապա բնականաբար տրամաբանական է, որ կլինեն նաև այնպիսի մարդիկ, որոնց համար ես չեմ կարող լավը լինել։ Հիմա տեսնեմ, եթե ինչ-որ կոմենտներ գրել են այս տեսանյութի հետ կապված, պատասխանեմ այդ մեկնաբանություններին եւ անդրադառնամ իմ մյուս այս տեսանյութում իմ կողմից պլանավորված բոլոր մյուս հանգամանքներին։ Ոման Վասիլի գերել է Լևի գնում ես, եթե անձրաշեշտությունը լինում է բնականաբար իհարկե գնում եմ, ես քահանա չեմ, չնայած հիմա քահանաներն են ծածուկ կերպով Լևի գնում, ինձ հայտնի են նման տեղեկություններ, բնականաբար չեմ ասի ով, բայց կան
նման քահանաներ, որ ծածուկ կերպով լեվել են գնում եւ քանի որ ես քահանա չեմ եւ բնականաբար նորմալ տղամարդ եմ եւ դա բնական բան է, այո իհարկե գնում եմ, չի բնականաբար չեմ ասի երբ եմ գնում, որտեղ եմ գնում, որ աղջկա մոտ եմ գնում, դա արդեն խիստ ինտիմ թեմաներ են։ Ուրեմն այժմ ցանկանում եմ արծարծել նաև բավականին ուսուցողական հոգեբանական դիտարկումներ կնոջ եւ տղամարդու ներդաշնակ փոխհարաբերությունների եւ միմյանց միջև փոխըմբռնման հասնելու հոգեբանական գաղտնիքների մասին։ Իրականում տղամարդիկ մեծ երեխաներ են, տղամարդիկ միշտ ցանկանում են, որ իրենք շրջապատված լինեն կնոջ սիրով, ջերմությամբ, քնքշանքով, կնոջ գուրգուրանքներով եւ կնոջ հոգատար վերաբերմունքով։ Եվ եթե տղամարդը կնոջից չի ստանում այդ սերը, քնքշանքը, ջերմությունը, գուրգուրանքներն ու հոգատար վերաբերմունքը, ապա տղամարդը ստիպված իր ակնկալած սերը, քնքշանքը, ջերմությունը, գուրգուրանքներն ու հոգատար վերաբերմունքը փնտրում է ուրիշ կանանց գրկում։ Կնոջ եւ տղամարդու միջև ներդաշնակ փոխհարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է, որ տղամարդու եւ կնոջ միջև լինի փոխըմբռնում, եւ այդ փոխըմբռնումն անշուշտ կնպաստի հարաբերությունների ամրապնդմանը։ Կնամեծար տղամարդը միշտ պետք է հաշվի առնի իր սիրելի կնոջ նախասիրությունները եւ տղամարդը չպետք է բռնանա կնոջ կամքի վրա։ Կանայք փխրուն, նրբազգաց, խոցելի, զարմանահրաշ եւ առեղծվածային էակներ են, սակայն երբեմն կնոջ ամենահզոր զենքը դա հենց կնոջ թուլությունն է լինում։ Կանայք գնահատում են տղամարդու ազնվությունը, հավատարմությունն ու նվիրվածությունը, կանայք տղամարդուց ակնկալում են քնքշանք, գուրգուրանքներ, ազնվություն, հոգատարություն, հավատարմություն եւ նվիրվածություն։ Ձեր սիրած աղջկա հետ գողտրիկ բնության գրկում ռոմանտիկ եւ հաճելի ժամանակ անցկացնելու համար առաջարկում եմ հետեւյալ տարբերակը։ Ձեր սիրած աղջկա հետ միասին գնացեք բնության գիրկը, միասին գիշերեք վրանի մեջ, երեկոյան վրանի մոտ խարույկ վառեք, խարույկի կողքին աղջիկը գլուխը կդնի իր սիրած տղայի ուսին եւ անուշ կքնի։ Իսկ տղան կարող է մթության քողի ներքո խարույկի լույսի տակ մեղմիկ շոյել աղջկա փափուկ վարսերը եւ աղջկա ականջին սիրո մեղմիկ խոսքեր շշնջալ։ Հավաստիացնում եմ, որ անմոռանալի հաճելի զգացողություններ կունենաք։ Ուրեմն հորդորում եմ անպայման կարդացեք հոգեբան Մարկ Մենսոնի «Կանանց գրավեք ազնվությամբ» հոգեբանական գիրքը եւ նորովի կբացահայտեք կնոջ առեղծվածը։ Այդ հոգեբանական գրքի ընթերցանությունը անշուշտ կնպաստի խորությամբ ներթափանցել կնոջ ներաշխարհի գաղտնարանները եւ բացահայտել կնոջ առեղծվածը։ Ուրեմն հարգելի հետևորդներ, նաեւ ցանկանում եմ անդրադառնալ հետեւյալ հանգամանքին։ Եթե հիշում եք իմ նախորդ տեսանյութերում ես ընթերցեցի իմ կողմից գրված բուժքրոջ մասին մի սիրային պատմվածք, ուրեմն այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ հիվանդի եւ բուժքրոջ ռոմանտիկ սիրո մասին իմ այդ սիրային պատմվածքը եթե հեռարձակվելուց հետո բազմաթիվ բուժաշխատողներ, բժշկուհիներ եւ բուժքույրներ բարբերաբար ինձ հարցնում են, թե ով է իմ այդ տեսանյութում հիշատակված բուժքույրը։ Ինչպես նաև բազմաթիվ անձինք ինձ հարցնում են, թե իմ կողմից հրապարակված բուժքրոջ մասին այդ սիրային պատմությունը կապ ունի արդյոք ինձ հետ, թե ոչ։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը իրազեկել, որ ես նպատակահարմար չեմ գտնում բացահայտել այդ սիրո պատմությունը առնչվում է արդյոք ինձ հետ, թե ոչ, դա թող մնա առեղծված։ Սակայն հավաստիացնում եմ, որ հիվանդի եւ բուժքրոջ մասին իմ կողմից հրապարակված այդ սիրո գեղեցիկ պատմությունը դա իրական պատմություն է։ Նաեւ տեղեկացնեմ, որ այդ տեսանյութում հիշատակված բուժքույրն ամուսնացած է, սակայն այդ բուժքույրն իր ամուսնու կողմից արժանանում է վատ վերաբերմունքի եւ հավանաբար բուժքրոջ եւ նրա ամուսնու սերը մարել է, սակայն քանի որ այդ բուժքույրն ունի երեխաներ, այդ իսկ պատճառով էլ բուժքույրը հանուն իր երեխաների բարողության
արտադրված հանդուրժում է իր ամուսնու կամայականությունները։ Այսինքն դա նշանակում է, որ այդ տեսանյութում հիշատակված բուժքույրը զոհաբերում է իր երջանկությունը, հանում իր երեխաների բարողության եւ հանում իր երեխաների բարեկեցության։ Իսկ թե ով է այդ տեսանյութում հիշատակված բուժքույրը, եւ թե այդ սիրային պատմությունը առնչվում է արդյոք ինձ հետ թե ոչ, ապա այդ հարցերին ես նպատակահարմար չեմ գտնում պատասխանել։ Քանի որ հիվանդի եւ բուժքրոջ մասին իմ այդ տեսանյութը YouTube-ում եթե հեռարձակվելուց հետո այս պահին ունի 8000-ից ավել դիտում, այսինքն դա նշանակում է, որ իմ այդ սիրային պատմվածքը, բուժքրոջ մասին իմ այդ սիրային պատմվածքը նշանակում է, որ հանրության շրջանում ստացել է լայն արձագանք եւ քանի որ հանրության շրջանում իմ այդ բուժքրոջ սիրո պատմության մասին իմ այդ տեսանյութը, քանի որ հանրության շրջանում ստացել է լայն արձագանք, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար եմ գտնում եւս մեկ անգամ ամբողջությամբ ընթերցել հիվանդի եւ բուժքրոջ մասին իմ այդ սիրային պատմվածքը եւ նորից եմ կրկնում, ես երբեք չեմ բացահայտելու, թե ով է այդ տեսանյութում հիշատակված բուժքույրը եւ նպատակահարմար չեմ գտնում նաեւ բացահայտել, թե իմ այդ տեսանյութը առնչվում է արդյոք ինձ հետ թե ոչ, նորից եմ կրկնում, դա թող մնա գաղտնիք։ Ահա Անետ Աղաբեկյանի այս սիրային գեղեցիկ երաժշտության ներքո հիմա ես կհրապարակեմ հիվանդի եւ բուժքրոջ մասին այդ սիրային պատմությունը։ Ահա վերջապես գտա բուժքրոջ մասին այդ սիրային պատմվածքը իմ կողմից գրված, ուրեմն այդ սիրային պատմվածքի վերնագիրն է Տառապանքի տիրակալը։ Գիշերային ցուրտ երեկո էր, որովայնի սաստիկ ցավերը տանջում էին Արթուրին։ Ցավը այն աստիճան ուժգին էր, որ անկարելի էր դիմանալ այդ ցավին։ Ֆիզիկական ցավին միախառնվել էր նաև Արթուրի միայնակությունից առաջացած հոգու տառապանքներն ու տվայտանքները։ Արթուրը իր ձեռքը վերցրեց գիրքը, որպեսզի գոնե ընթերցանության շնորհիվ փարատի իր միայնակության զգացումը։ Արթուրի միայնակության պահերին միայն գիրքն էր լինում Արթուրի միակ հավատարիմ եւ անդավաճան ընկերը։ Միայն գիրքն էր հասկանում Արթուրի հոգուցավն ու ապրումները, սակայն բառերն անկարող են ճշգրիտ նկարագրել Արթուրի հոգեկան տառապանքներն ու Արթուրի հոգեվիճակում փոթորկվող հուզախռով դրսևորումները։ Արթուրը կարիք ուներ մի սրտակից մարդու, ով կամոքեր իր ֆիզիկական ցավերն ու կսփոփեր իրեն։
Այդ ամենի հետ մեկտեղ աստիճանաբար սկսեցին սասկանալ Արթուրի որովայնի ցավերը, որոնց դիմանալն այլևս անկարելի էր։ Շտապօգնության բժիշկն Արթուրի կանչով այցելելով Արթուրի բնակարան եւ զննելով Արթուրին, բժիշկն առաջարկեց անհապաղ հոսպիտալացնել Արթուրին։ Բժշկական կենտրոնում բժիշկներն Արթուրին ենթարկեցին անհրաժեշտ հետազոտությունների եւ հետազոտության արդյունքների հիման վրա բժիշկները որոշեցին, որ պետք է կատարել վիրահատություն։ Վիրահատությունից առաջ Արթուրն ուներ որոշակի տագնապներ եւ մտավախություններ, սակայն վիրահատող բժշկի հուսադրող խոսքերից հետո Արթուրն ի վերջո հաղթահարեց իր ներքին տագնապներն ու մտավախությունները եւ համաձայնվեց վիրահատությանը։ Վիրահատող բժշկի արհեստավարժության եւ հմուտ գործողությունների շնորհիվ բարեբախտաբար Արթուրի վիրահատությունը բարեհաջող անցավ։ Վիրահատությունից հետո Արթուրին տեղափոխեցին հիվանդասենյակ, սակայն հիմա էլ Արթուրին տանջում էին հետվիրահատական ցավերը։ Վիրահատությունից հետո հիվանդասենյակում Արթուրին խնամում էր բուժքույր Տիգրանուհին։ Բուժքույր Տիգրանուհին պատրաստակամորեն եւ քնքշանքով հոգ էր տանում Արթուրի մասին։ Երբ Արթուրի ցավերը նորից սասկանում էր, հոգատար բուժքույր Տիգրանուհին մեծ պատրաստակամությամբ բարբերաբար ցավազրկող դեղորայքներ էր ներարկում Արթուրին, նպատակ ունենալով փոքրիշատե մեղմել Արթուրի ցավերը։ Սիրառատ բուժքույր Տիգրանուհին իր զգլխիչ նուրբ բուրմունքով, իր գողտրիկ նայվածքով եւ իր խենթացնող թովչանքով արդեն գերել էր Արթուրի սիրտը։ Սիրառատ բուժքույր Տիգրանուհին իր հմայքով եւ իր քնքշանքով կարծես սիրո աստվածուհին լիներ։ Եվ Արթուրի համար բուժքույր Տիգրանուհին սիրո աստվածուհի Աֆրոդիտեն էր։ Երբ Արթուրի ցավերը մեղմելու համար սիրառատ եւ հոգատար բուժքույր Տիգրանուհին ներարկում էր կատարում Արթուրին, այդ ժամանակ բուժքույր Տիգրանուհու ձեռքը հպվում էր Արթուրի ձեռքին։ Տեր Աստված, ինչքան նուրբ, քնքույժ եւ փափուկ էր բուժքույր Տիգրանուհու ձեռքերը։ Երբ ներարկում կատարելու ժամանակ բուժքույր Տիգրանուհու նուրբ եւ փափուկ ձեռքերը հպվում էին Արթուրի ձեռքին, այդ ժամանակ Արթուրը բավականին հաճելի զգացողություններ էր ունենում եւ Արթուրի մարմնով կարծես էլեկտրական հոսանք անցներ։ Այդ ժամանակ Արթուրն ամբողջությամբ ընկղմվում էր հաճելի զգացողությունների մեջ եւ ներարկումը որքան ցավոտ էր, նույնքան էլ հաճելի էր Արթուրի համար։ Արթուրը կուզեր, որ ներարկման պահը հնարավորինս երկար տևեր, որպեսզի ինքը ինչքան հնարավոր է երկար վայելեր բուժքրոջ նուրբ ձեռքերի քնքուշ հպումները։ Արթուրը կուզեր, որ բուժքույր Տիգրանուհին հնարավորինս երկար մնար իր մոտ, բայց ցավոք կային այլ հիվանդներ եւս, որոնց նույնպես անհրաժեշտ էր բուժօգնություն ցուցաբերել։ Հիվանդի շուտապույտ ապաքինվելու ամենակարևոր նախապայմանն անշուշտ բժշկի եւ բուժքրոջ հոգատար վերաբերմունքն է։ Հետևաբար բուժքույր Տիգրանուհու կողմից Արթուրի նկատմամբ ցուցաբերվող բարի, մարդկային եւ հոգատար վերաբերմունքն անշուշտ դրական ազդեցություն է ունենում թե Արթուրի առողջության եւ թե Արթուրի հոգեվիճակի վրա։ Բնականաբար հիվանդանոցում Արթուրին բուժօգնություն ցուցաբերում էին այլ բուժքույրներ նույնպես։ Սակայն Արթուրն ուզում էր, որ իրեն բուժօգնություն ցուցաբերեր միայն բուժքույր Տիգրանուհին։ Երբ Արթուրին բուժօգնություն ցուցաբերելուց հետո բուժքույր Տիգրանուհին դուրս էր գալիս Արթուրի հիվանդասենյակից, ապա դրանից հետո Արթուրն ուզում էր, որ բուժքույր Տիգրանուհին միշտ իր կողքին լինի։ Արթուրը միշտ զգում էր բուժքույր Տիգրանուհու քնքուշ եւ հոգատար վերաբերմունքի կարիքը։ Այդ իսկ պատճառով Արթուրը չէր ուզում, որ բուժքույր Տիգրանուհին հեռանա իր մոտից։ Երբ զգացմունքներն իշխում են մարդու բանականության եւ ենթագիտակցության վրա, մարդը խոցելի է դառնում։ Այդ իսկ պատճառով, որպեսզի խոցելի չլինի, Արթուրն առաջնորդվում էր ոչ թե զգացմունքներով, այլ բանականությամբ։ Արթուրը լինելով հոգեբանորեն պատրաստված անձնավորություն, թույլ չէր տալիս, որ բուժքույր Տիգրանուհու նկատմամբ ունեցած իր զգացմունքներն իշխեն իր ենթագիտակցությանն ու իր բանականությանը։ Արթուրը հոգեբանական տեսանկյունից ուսումնասիրել էր բուժքույր Տիգրանուհուն, եւ Արթուրը գիտեր, որ կնոջ ամենահզոր զենքը դա հենց կնոջ թուլությունն է։ Կանայք առեղծվածային էակներ են, եւ Արթուրը ցանկանում էր բացահայտել բուժքույր Տիգրանուհու սրտի խորքում առկա զգացմունքները։ Արթուրը գիտեր, որ ցավը, փորձություններն ու զրկանքները կյանքի շարժիչ ուժն են եւ մոտիվացնում են մարդուն։
Օրինակ, փոքր երեխան նոր քայլեր սովորելու ժամանակ անընդհատ վայր է ընկնում, երբեմն վնասվածքներ է ստանում, բայց չի հուսահատվում, նորից փորձում է ընկած տեղից վեր բարձրանալ և քայլել։ Փոքր երեխայի այդ օրինակը մոտիվացնում էր Արթուրին, որովհետև Արթուրն իր հիվանդությունների և ցավերի հետևանքով չէր հուսահատվում։ Արթուրն իր կյանքում շատ փորձություններ էր հաղթահարել, շատ զրկանքներ էր կրել, և Արթուրի հիվանդությունն ու ցավերն Արթուրի համար հերթական փորձությունն էր, որն Արթուրը պատվով հաղթահարեց։ Երբ Արթուրին բժիշկները դուրս գրեցին հիվանդանոցից, այդ ժամանակ Բուժկույր Տիգրանուհին իր հեռախոսահամարը տվեց Արթուրին, ասելով, որ եթե Արթուրը հետվիրահատական ցավեր ունենա, ապա Արթուրը կարող է զանգահարել Բուժկույր Տիգրանուհուն, և Բուժկույր Տիգրանուհին անհրաժեշտության դեպքում կարող է գալ Արթուրի բնակարան և Արթուրին ցավազրկող դեղորայք ներարկել։ Բնականաբար հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արթուրը պարբերաբար ունենում էր հետվիրահատական ցավեր։ Սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արթուրն այդպես էլ երբեք չզանգահարեց Բուժկույր Տիգրանուհուն, և Արթուրն այդպես էլ Բուժկույր Տիգրանուհուն չհրավիրեց իր տուն, որպեսզի Բուժկույրը ցավազրկող ներարկի Արթուրին։ Արթուրը հասկանում էր, որ եթե ինքը անընդհատ տեսնի Բուժկույր Տիգրանուհուն, ապա սիրո կրակը նորից էր բռնկվելու Արթուրի սրտում, իսկ Արթուրը չէր ուզում նորից հոգեպես տանջվեր։ Արթուրը երբեք Բուժկույր Տիգրանուհուն այդպես էլ չասաց իր զգացմունքների մասին, որովհետև Բուժկույրն ամուսնացած էր և ուներ ընտանիք։ Սակայն Արթուրը վստահ էր, որ Բուժկույր Տիգրանուհին իր կանացի ինտուիցիայի շնորհիվ անշուշտ զգացած կլիներ Արթուրի սերը, որովհետև կանայք միշտ զգում են տղամարդու սերը։ Այսքան հուսով եմ իմ այս իրեն պատմվածքը ձեզ դուր եկավ, ասեմ, որ իրական պատմությունն է և այս պատմվածքում նկարագրված դեպքերն ու իրադարձությունները կատարվել են իրական կյանքում։ Այսինքն հորինված ոչինչ չկա։ Ոմն Տաթևիկ Նալբանդյան անվանումով օգտատերը չգիտես ինչու գրում է խելակորույս մեկնաբանություններ, այո, իսկապես դրանք խելակորույս մեկնաբանություններ են, որոնցից հարկ եմ համարում անդրադառնալ միայն մեկին։ Ուրեմն Տաթևիկ Նալբանդյանը գրել է, գտնեմ, այդ որ հիվանդանոցում ա եղել, հավանաբար նկատի ունի, թե իմ այս սիրային պատմվածքում նկարագրված իրադարձությունները որ հիվանդանոցում են տեղի ունեցել, ասեմ, որ այս պատմվածքում նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել Վանաձոր քաղաքի հիվանդանոցում։ Չգիտեմ ձեզ որքանով բավարարեց իմ պատասխանը, սակայն եթե ձեզ հետաքրքրում է, պատասխանեմ, որ իմ այս սիրային պատմվածքում նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել Վանաձոր քաղաքի հիվանդանոցում։ Եմ հասկանում գրել է իսկ Բուժկույր Տիգրանուհին ում նման էր, մի փոքր ավելի հստակեցրեք ձեր հարցը, որպեսզի կարողանամ հստակ պատասխան տալ, թե ինչ նկատի ունեք ձեր հարցադրմամբ։ Արդեն նշեցի պատմվածքի մեջ, Բուժկույր Տիգրանուհին նման էր սիրո աստվածուհի Աֆրոդիտեին։ Եթե իմ հետ պատասխանը ձեզ չի բավարարում, լրացուցիչ հարցեր տվեք, կպատասխանեմ, թե ինչ նկատի ունեք ձեր հարցադրմամբ։ Իսկ Աֆրոդիտեն, եթե չգիտեք, պարզաբանեմ, որ հին հունական դիցաբանության մեջ եղել է սիրո աստվածուհին, իսկ հին Հայաստանի դիցաբանության մեջ սիրո աստվածուհին եղել է Աստղիկ դիցունին, սա որպես գիտություն։
հասկանում այս օգտատեր Տաթևիկ Նալբանդյանի ագրեսիան ինչի հետ է պայմանավորված, հավանաբար ենթադրում եմ կողակից չունեք եւ այդ հանգամանքով է պայմանավորված ձեր այս բացահայտ ագրեսիան։ Ձեզ կհորդորեի ունենալ հավատարիմ կողակից, որպեսզի ձեր միջի այդ ագրեսիան ի վերջո կարողանայիք թոթափել։ Այսինքն ես իմ այս խոսքերով հակադարձեցի ձեր խելակորույս մեկնաբանություններին։ Ունեք ձեր ողջամիտ հարցադրումները գրեք, կրկնում եմ ողջամիտ, այսինքն այն հարցադրումները, որոնք որ կլինեն անդրամաբանական եւ այսպես աբսուրդի ժանրից կլինեն, ապա ես այդ հարցադրումները կշրջանցեմ եւ դրանց չեմ անդրադառնալու, եթե ունեք ինձ ուղղված ողջամիտ հարցադրումներ կապված իմ այս տեսանյութի հետ, այս տեսանյութում արծարծվող հանգամանքների հետ կապված, եթե ունեք ինձ ուղղված կրկնում եմ ողջամիտ հարցադրումներ, ապա խնդրեմ կարող եք ինձ ուղղել ձեր ողջամիտ հարցադրումները, պատրաստ եմ պատասխանել ձեր կողմից ինձ ուղղված բոլոր ողջամիտ հարցադրումներին։ Ուզում ես պսակվես աղջիկ չես ճարում, նախ այդ հարցին ես տեսանյութի սկզբում արդեն անդրադարձա, եթե դուք ուշադիր դիտեիք իմ տեսանյութի սկիզբը, հավանաբար դուք կեսից եք միացել իմ տեսանյութին, իմ այս ուղիղ եթերին, կհորդորեի ձեզ իմ այս տեսանյութը դիտել հենց սկզբից, ամբողջությամբ, եւ ձեր այդ հարցի պատասխանը ըստ էության պարունակվում է իմ տեսանյութի սկզբում, հիմա այնուամենայնիվ նորից պատասխանեմ այդ հարցին, ուզում ես պսակվես աղջիկ չես ճարում, նախ ասեմ, որ նորից եմ կրկնում, ներկայումս շատ աղջիկներ են ցանկանում ինձ հետ ամուսնանալ, սակայն նորից եմ կրկնում, այդ աղջիկների ակնկալիքը այն է, որ ես իրենց պահեմ։ Այսինքն նորից եմ կրկնում, շատ ու շատ աղջիկներ առաջնորդվում են նյութապաշտությամբ, այսինքն որոշ աղջիկների համար սերը մղվել է երկրորդ պլան եւ որոշ աղջիկների համար պետք է ուղղակի տղամարդ, ով լուծի իր ֆինանսական կարիքները եւ իր մյուս բոլոր խնդիրները։ Ասեմ, որ եթե կինը պետք է ինձ հետ ամուսնանա միայն փողի համար, այսինքն ինձ հետ պետք է ամուսնանա միայն նրա համար, որպեսզի ես իրեն պահեմ, ապա բնականաբար ինձ այդպիսի կին հարկավոր չէ։ Հիմա նորից եմ կրկնում, գլուխ գովալ, այսինքն ինքնագովազդ չդիտարկվի, սակայն հավաստիացնում եմ, որ կան բազմաթիվ կանայք, նույն ամուսնալուծված կանայք, ովքեր որ հենց իրենք են ցանկանում ինձ հետ ամուսնանալ, սակայն ես ինքս չեմ ուզում նրանց հետ իմ կյանքը կապել, քանի որ չեմ ցանկանում այդպիսի պատասխանատվություն վերցնել ինձ վրա, քանի որ նորից եմ կրկնում, այդ կանանց այդ աղջիկների հետ շփվելով ես ինձ համար հետևություններ արեցի, որ այդ աղջիկների ակնկալիքը այն է, որ ես պարզապես իրենց պահեմ եւ իրենց վրա գումար ծախսեմ, այսպես ասած, եւ նորից եմ կրկնում, եթե աղջիկը առաջնորդվում է նյութապաշտությամբ եւ այդ աղջիկը ակնկալիքը այն է, միայն այն է, որ առանց սիրելու ամուսնանա ինձ հետ, որպեսզի ես իրեն պահեմ, ապա բնականաբար ինձ նման կանայք հարկավոր չեն եւ նորից եմ կրկնում, ես մի քիչ իմ տեսանյութի սկզբում արդեն իսկ անդրադարձա թե ինձ ինչպիսի կանայք են դուր գալիս, նախ առաջին հերթին նորից եմ կրկնում, պետք է կինը լինի չափազանց բարի անձնավորություն, պետք է լինի նաև գեղեցիկ, այսինքն գումարը էական չի, պետք է լինի բարի, պետք է լինի գեղեցիկ, պետք է լինի իմ հանդեպ հոգատար, պետք է լինի սիրառատ, պետք է լինի ներփազգաց, հավատարիմ, նվիրված, այսինքն բնականաբար այս ամեն ինչը պետք է լինի փոխադարձ, այսինքն այն ինչ որ ես ակնկալում եմ կնոջից, բնականաբար այդ ամեն ինչը պետք է ես նույնպես տամ կնոջը, այսինքն կարծում եմ հասկանալի կերպով կարողացա միտքս հասանելի դարձնել ձեր գիտակցությանը, որպեսզի դուք
ընկալեք, թե կոնկրետ ինչպիսի կին է հարկավոր ինձ եւ ինչ է ուզում ասեմ։ Եվ ամենևին դա չի նշանակում, որ ես ուզում եմ պսակվեմ, սակայն աղջիկ չեմ ճարում, նման բան չկա։ Աղջիկներ շատ կան, ովքեր որ հենց իրենք են ցանկանում նորություն կրկնում, հենց իրենք են ցանկանում ինձ հետ ամուսնանալ զուտային նպատակով, որպեսզի ես իրենց պահեմ։ Եվ արդեն իսկ բացատրեցի, թե պատճառը ինչն է, որ ես ինքս չեմ ցանկանում նման աղջիկների հետ իմ կյանքը կապել։ Ում հետ որ ամուսնանաք, պետք է շախմատ խաղալ իմանա։ Ցանկալի կլիներ, որ տիրապետել շախմատ խաղարվեստին իմ ապագա կողակիցը, իսկ եթե իմ ապագա կինը, այսինքն իմ ապագա կողակիցը, եթե չտիրապետի շախմատ խաղարվեստին, ապա ես մեծ սիրով իմ ապագա կնոջը կսովորեցնեմ շախմատի գաղտնիքները, ասեմ, որ շախմատը ինքը քայլերը հեշտ է սովորելը, պարզապես պետք է կարողանալ լավ խաղալ, այսինքն պետք է կարողանալ քո քայլերը ճիշտ հաշվարկել, որպեսզի հասնես հաղթանակի, այսինքն միայն քայլեր իմանալը դա դեռ չի նշանակում լավ շախմատ կարողանալ, լավ շախմատ կարողանալու համար պետք է կարողանալ լավ հաշվարկել քայլերը եւ դա մարդուց պահանջում է ինտելեկտուալ բարձր մտավոր կարողություններ, նաեւ նշեմ, որ ներկայումս կոնկրետ ես չեմ կարող ֆիզիկական ծանր աշխատանք կատարել, ես ավելի շատ կարող եմ մտավոր աշխատանք կատարել, այսինքն կարող եմ մտավոր աշխատանքով գումար աշխատել, այլ ոչ թե ֆիզիկական ծանր աշխատանքով, այսինքն ինձ ավելի շատ հոգեհարազատ է մտավոր աշխատանքը եւ ես չեմ կարող ֆիզիկական ծանր աշխատանք կատարել, հիմա ես գիտեմ բազմաթիվ ընտանիքներ, որ ամուսինը ֆիզիկական ծանր աշխատանքով է իր տունը պահում, չգիտեմ, շինարար է, բանվոր է եւ այլն, ես չեմ կարող նմանատիպ աշխատանքներ կատարել եւ ինձ ավելի շատ հոգեհարազատ է մտավոր աշխատանքը եւ ես կարող եմ անհրաժեշտության դեպքում գումար աշխատել մտավոր աշխատանքով, այլ ոչ թե ֆիզիկական ծանր աշխատանքով։ Սա նույնպես կհորդորեի ընդունել որպես գիտություն։ Եթե ունեք այլ հարցեր, խնդրեմ։ Եվ ամենակարևորը պետք է ապագա կինը ունենա նաև հոգեկան հարուստ ներաշխարհ, պետք է սեր ունենա գրքի եւ ընթերցանության հանդեպ, այսինքն պետք է ունենա նաև ստեղծագործական ներաշխարհ, որպեսզի ինձ համար հաճելի լինի այդ կնոջ հետ շփվելը, այսինքն ամուսնությունը միայն կառուցված չէ անկողնային կյանքի վրա, ամուսնությունը ավելի շատ դա հոգևոր մտերմություն է, այսինքն ամուսինները պետք է կարողանան միմյանց բավարարել ոչ միայն անկողնային կյանքում, այլև հոգևոր ասպարեզում, այսինքն պետք է ամուսինները միմյանց հետ ունենան ընդհանուր շատ բաներ, որպեսզի միմյանց հետ ապրելը լինի հետաքրքիր, եւ եթե ամուսինները միմյանց հետ ունեն շատ ընդհանրություններ, այսինքն եթե կնամեծար է տղամարդը եւ եթե տղամարդը հաշվի առնում նաեւ իր սիրելի կնոջ նախասիրությունները, ապա վստահ եմ, որ այդ ամենը անշուշտ կնպաստի ամուսնու եւ կնոջ միջև փոխըմբռնմանը եւ այդ ամենը կնպաստի նաեւ ամուսնու եւ կնոջ հարաբերությունների ամրապնդմանը։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ ամուսնությունը հիմնված չէ միայն անկողնային կյանքի վրա եւ եթե մարդը առաջնորդվում է միայն, չգիտեմ, անկողնային կյանքով, ապա դա արդեն անասնական բնազդի է վերածվում եւ եթե մարդը առաջնորդվում է միայն անասնական բնազդներով եւ հագուրդ է տալիս իր կրքերին, ապա
այդտեղ չի կարող ամուսնություն լինել եւ նման ամուսնությունները կառուցված են խարխուլ հիմքերի վրա, որոնք որ օրերից մի օր անշուշտ պետք է փլուզվեն։ Նաեւ Աստվածաշնչում էլ է անդրադարձ կա նաեւ ամուսնական կյանքին, կնոջ եւ տղամարդու հարաբերություններին։ Աստվածաշնչում գրված է այսպես, հիմա փորձել մտաբերել, որ ինչպես է այդ խոսքը, ուժգին սեռական ցանկությունները մթագնում են առողջ բանականությունը։ Այսինքն, եթե մարդը առաջնորդվում է միայն սեռական ցանկություններով եւ մարդու համար առաջնայինը միայն անկողնային կյանքն է ամուսնության մեջ, ապա հավաստիացնում են, որ նման ամուսնությունը երկար կյանք ունենալ չի կարող։ Ամուսնությունը, այսինքն դա երկար ամուսնությունը հիմնված է միայն փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության, փոխադարձ սիրո վրա, նաև ամուսնության մեջ տղամարդու եւ կնոջ միջև պետք է լինի պարտադիր փոխըմբռնում։ Այսինքն, թե տղամարդը եւ թե կինը պետք է պարտադիր հաշվի առնեն միմյանց նախասիրությունները եւ հավաստիացնում են, որ նման ամուսնությունը կառուցված կլինի առողջ հիմքերի վրա եւ կունենա ել ավելի երկար կյանք։ Հիմա բոլոր իմ հետևորդները ինձ կարող են նախատեն, ասեն, որ եթե այդքան լավ ես հասկանում ամուսնությունից, եթե այդքան լավ ուսումնասիրել ես կանանց հոգեբանությունը, գիտես թե ինչպես վերջանկացնել կնոջը, այդ դեպքում ինչն է պատճառը, որ դու նախկինում 3 անգամ ամուսնացած եւ բաժանված ես եղել, ասեն, որ դրա մեղավորը ես չեմ եղել, դրա մեղավորը եղել են իմ նախկին կանայք, այսինքն եթե կինը չի կարողանում երջանկացնել տղամարդուն, ապա այլևս դառնում է ինքնանպատակ ամուսնական կյանքը եւ նաեւ կցանկանայի մի բան էլ հանրությանը տեղեկացնել, որ կոնկրետ հանուն փողի ես երբեք չեմ ամուսնանա, այսինքն եթե ես մի կնոջ կողքին երջանիկ չեղա, այսինքն եթե ես ամուսնացա եւ այդ կինը չկարողացավ ինձ երջանկացնել, ապա բացառվում է, որ ես հանուն փողի, հանուն բարեկեցիկ ապրելակերպի շարունակեմ ապրել այդ կնոջ կողքին։ Դա միանշանակ բացառվում է։ Այսինքն, եթե ես չսիրեցի մի կնոջ, ապա որևէ բան չի կարող ինձ ստիպել, որ ես չսիրելով ապրեմ այդ կնոջ կողքին։ Սակայն շատ ու շատ կանայք այդպես չեն մտածում, շատ ու շատ կանայք առաջնորդվում են միայն նյութապաշտությամբ, այսինքն շատ ու շատ կանանց համար առաջնայինը ոչ թե սերն է, այլ շատ ու շատ հաշվենկատ, շատ ու շատ շահամոլ կանանց համար առաջնայինը իրենց նյութական բարեկեցությունն է։ Այսինքն շատ ու շատ հաշվենկատ կանայք փորձում են գտնել այնպիսի տղամարդ, ով իրենց այսպես ասած կպահի։ Նաև կան նաև շատ ու շատ հաշվենկատ կանայք, ովքեր դիտավորյալ ամուսնանում են նյութապես ապահովված տղամարդու հետ, այդ տղամարդուց երեխա են բերում, այնուհետև բաժանվում են այդ տղամարդուց եւ որից հետո այդ տղամարդուն դատի են տալիս եւ դրանից ալիմենտ են պահանջում։ Բնականաբար ես լինելով խորագետ եւ հեռատես անձնավորություն, երբեք ես կնոջ ծուղակը չեմ ընկնի, այսինքն անհնար է, որ կինը ինձ փորձի մոլորեցնել, բացառվում է, որ որևէ կին կամ որևիցե մեկը կարողանա ինձ մոլորեցնել, դա միանշանակ բացառվում է։ Նաև ասեմ, որ ես իմ բնավորությամբ մի փոքր իշխող եմ, այսինքն կան տղամարդիկ, ովքեր որ ենթարկվում են իրենց կանանց, այդպիսի ընտանիքներ էլ կան, ասեմ, որ ես նման տղամարդկանց թվին չեմ պատկանում, այսինքն այսպես ասած ընտանիքում ասողը պետք է լինի տղամարդը, այլ ոչ թե կինը։ Եթե տղամարդը ենթարկվեց կնոջը, ապա այդ տղամարդը դադարում է տղամարդ լինելուց։ Չնայած հիմա շատ ու շատ ընտանիքներում տղամարդիկ խելոք գլուխները կախ ենթարկվում են իրենց կանանց, ասեմ, որ ես այդպեսին չեմ, ես ինքս ունեմ իշխող բնավորություն, ասեմ, որ ես տարով վագրեմ, իսկ ամսով կարիճ, այսինքն ծնվել եմ կարիճի համաստեղության ներքո եւ կարիճները բավականին կենդանակերպի նշաններից իրենք բավականին յուրահատուկ, բավականին խարիզմատիկ, բավականին ինտելեկտուալ, բավականին խորաթափանց, նաև ասեմ, որ կենդանակերպի նշաններից ամենասեքսուալ նշանիտակ ծնվածներն են կարիճները, այսինքն ինչքան լավ բան կա բնորոշ է կարիճներին, ըստ կենդանակերպի նշանների, եւ քանի որ ես տարով վագր եմ եւ համաստեղությամբ կարիճ եւ վագրն էլ ինչպես գիտեք ինքը
չենթարկվող տեսակ է, վագրը միշտ սիրում է իշխել իր շրջապատը, շրջակայքը եւ վագրը նաեւ բավականին հզոր կենդանի է։ Ուզում եմ ասել, որ այն ինչ որ կա վագրի եւ կարիճի մեջ, այդ ամեն ինչը նաեւ գերակշռում է նաեւ իմ բնավորության մեջ որոշ չափով եւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ ես ունեմ իշխող բնավորություն եւ երբեք չեմ ենթարկվում կնոջը, այսինքն սիրում եմ ընտանիքում ասողը ես լինեմ, ոչ թե կինը։ Բնականաբար տղամարդը որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցի իր կնոջ հետ, որպեսզի կինն էլ իրեն շոյված զգա եւ իրեն անտեսված չզգա, այսինքն նաեւ ամուսնական հարաբերությունների մեջ պետք է խելամիտ տղամարդը, այսինքն խորագետ տղամարդը պետք է կիրառի նաեւ որոշակի հոգեբանական հնարքներ, օրինակ եթե չեք կարդացել, խորհուրդ կտայի կարդայիք նաեւ հոգեբան Դեյլ Կարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ եւ ազդել մարդկանց վրա» բավականին հետաքրքիր գիրք է, այսինքն այդ Դեյլ Կարնեգի գլխավոր սկզբունքներից մեկը այն է, որ ինչպես հասնել այն բանին, որ մարդիկ ուրախ լինեն անելու այն, ինչ դուք եք ցանկանում։ Նաեւ Դեյլ Կարնեգին իր գլխավոր սկզբունքներից մեկում արտացվում է նաեւ այն հանգամանքը, որ պետք է մարդուն հնարավորություն տալ, որպեսզի մարդը զգա իր սեփական նշանակալիության զգացումը։ Այսինքն եթե դու քո կնոջը անընդհատ անտեսես, որոշումները կայացնես միայն դու ինքդ եւ չխորհրդակցես քո կնոջ հետ, անընդհատ տարբեր սահմանափակումներ դնես քո կնոջ առջեւ, ապա բնականաբար դա հարաբերությունների մեջ պետք է առաջացնի որոշակի անջրպետներ, խոչընդոտներ եւ դրանով տղամարդը իրենից կվանի իր կնոջը։ Այսինքն դու ճիշտ է, որոշումները ընտանիքում պետք է կայացնի տղամարդը, սակայն այնուամենայնիվ հարկավոր է, որ տղամարդը որոշում կայացնելուց առաջ խորհրդակցի իր կնոջ հետ, ոչ թե ենթարկվի կնոջը, այլ խորհրդակցի իր կնոջ հետ, որպեսզի կինն էլ զգա իր սեփական նշանակալիության զգացում ունենա կինը այդ պահին եւ կինը զգա, որ ինքը իր ամուսնու կողմից անտեսված չէ։ Սրանք նուրբ հարցեր են, բավականին նուրբ հարցեր են։ Այս թեմայով կարելի է բավականին երկար խոսել, ասեմ, որ ես բավականին ինքս պերճախոս եմ, տիրապետում եմ խոսքի հմտություններին, ես ինքս նաեւ բավականին խորացված կերպով ուսումնասիրել եմ ճարտասանություն եւ կարող եմ ինչ-որ մի թեմայի մասին այսպես անվերջ խոսել, սակայն քանի որ եթերը քանով հիմա նորից ընթերցեմ մեկնաբանությունները, տեսնեմ եթե նոր հարցեր կան թե չկան, պատասխանեմ նաեւ այդ մեկնաբանություններում հնչեցված հարցերին եւ որից հետո ձեր ուշադրությանը կներկայացնեմ իմ շատ սիրելի երգչուհի, Սիրառատ երգչուհի Անետ Աղաբեկյանի կատարմամբ մի սիրո գեղեցիկ կատարում, այդ սիրո գեղեցիկ կատարումը սրտանց նվիրում եմ բոլոր սիրահարվածներին եւ այդպիսով կեզրափակեմ սույն ուղիղ եթերը։ Անունով օգտատերը ռուսերենով գրել է Эрик брат, приветствую. У меня отец очень хороший играет в шахматы, но я не умею. Ասում այսինքն թարգմանեմ, ասում է Էրիկ եղբայր, բարև, իմ հայրը շատ լավ է խաղում շախմատ, սակայն ես չգիտեմ խաղալ։ Տաթևիկ Նալբանդյանը գրել է, ես էլ համաստեղությամբ կռիս եմ, ուրեմն հոգեբանական տեսանկյունից վերլուծելով ձեր այս խելակորույս նամակների բովանդակությունը, ինձ համար արդեն իսկ պարզ է, որ դուք համաստեղությամբ կռիս եք լինելու, ինչպես դուք եք բնորոշել։ Խելակորույս տրամաբանությունից դուրս անդրամաբանական նամակները, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ։ Չգիտեմ, ես Տաթևիկ Նալբանդյանի
ատելությունը իմ անձի հանդեպ ինչով է պայմանավորված, չի բացառվում, որ այս Տաթևիկ Նալբանդյանը կամ իմ նախկին կանանցից մեկը եղած լինի, կամ էլ իմ նախկին ընկերուհիներից մեկը եղած լինի, եւ հիմա fake edge-ով փորձում է ինձ այսպես ասած խունից հանել, սակայն ասեմ, որ ես ունեմ բավականին հզոր ինքնատիրապետում եւ անհնար է ինձ խունից հանել։ Ես վստահ եմ, որ այս Տաթևիկ Նալբանդյան օգտատերը ինքը fake edge է եւ քողարկվում է այլ անձի անվան տակ եւ նորից եմ կրկնում հոգեբանական տեսանկյունից վերլուծելով այս Տաթևիկ Նալբանդյանի նամակների բովանդակությունը իմ վարկածով, իմ կարծիքով չի բացառվում, որ այս Տաթևիկ Նալբանդյանը հանդիսանա կամ իմ նախկին կանանցից մեկը, կամ էլ իմ նախկին ընկերուհիներից մեկը, ով ինձնից այդպես էլ չստանալով իր ակնկալած այդ նյութական բարիքները, հիմա փորձում է այսպիսի sense անտակտ, անտրամաբանական նամակներով փորձում է ինձ խունից հանել, սակայն ստիպված եմ հիասթափեցնել այս Տաթևիկ Նալբանդյանին եւ եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ ես ունեմ բավականին հզոր ինքնատիրապետում ի տարբերություն ձեզ։ Հիմա կոնկրետ խոսքս ուղղում եմ այս Տաթևիկ Նալբանդյան օգտատիրոջը, եթե դուք fake edge չեք եւ իրական եք, ապա ձեզ հիմա հորդորում եմ, հիմա հնչեցնեմ իմ հեռախոսահամարը, դուք ուղիղ եթերով հենց հիմա զանգահարեք ինձ, ես ուզում եմ լսել ձեր ձայնը, հենց հիմա զանգահարեք ինձ եւ ուղիղ եթերով ինձ ուղղեք ձեր հարցադրումները, տեսնեմ համաձայն եք արդյոք թե ոչ իմ այդ առաջարկից հետ, եթե համաձայն եք, միայն Տաթևիկ Նալբանդյանին է այս խոսքս ուղղված, եթե համաձայն եք ասեք, ես հիմա իմ հեռախոսահամարը եթերում հնչեցնեմ, դուք հենց հիմա զանգահարեք ինձ եւ ուղիղ եթերով հնչեցրեք ձեր հարցերը ուղղված ինձ։ Իսկ եթե դուք ուղիղ եթերով ինձ չզանգահարեցիք, դա կնշանակի, որ դուք կամ իմ նախկին կանանցից մեկն եք, կամ էլ իմ նախկին ընկերուհիներից մեկն եք, ով չստանալով ինձնից ակնկալած իր այդ նյութական բարիքները, հիմա փորձում է այսպիսի sense անտակտ եւ անտրամաբանական նամակներով փորձում է ինձ խունից հանել, սակայն նորից եմ կրկնում, ես ունեմ բավականին հզոր ինքնատիրապետում եւ ինձ հնարավոր չէ նման էժանագին հնարքներով խունից հանել։ Տվյալներով օգտատերը գրել է Ստեփանավանում մարդ մնացել է, որ վրեն չես բողոքել քաղմասում։ Նախ անդրադառնալով այդ հարցադրմանը նշեմ, որ եթե ես ականատես եմ լինում որևէ իրավախախտման, ապա ես լինելով օրինապահ քաղաքացի, դրսևորելով քաղաքացիական բարձր իրավագիտակցություն, պետության հանդեպ կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը, այո, լինում են դեպքեր, որ պարբերաբար գնում եմ ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն եւ բողոքներ եմ գրում տարբեր կոռումպացված պաշտոնյաների դեմ։ Ասում եմ, որ ես այդտեղ որևէ վատ բան, որևէ դատապարտելի արարք չեմ տեսնում եւ կհորդորեի բոլոր քաղաքացիներին ինպես լինել օրինապահ եւ կհորդորեի ցույցը դրսևորել այն նույն իրավահպատակ վարքագիծը, որը որ ես եմ դրսևորում, բախվելով այս կամ այն անարդարության։ Վստահեցնում եմ, որ եթե բոլոր քաղաքացիները ինձ նման լինեին եւ վարվեին ինձ նման, ապա դրա արդյունքում վստահեցնում եմ, որ մեր երկիրը կարգին պետություն կդառնար, այսպիսի ընտիր պետություն կդառնար եւ մեր երկրում կվերանար կոռուպցիան, որը որ այսպես է համատարած բնույթ է կրում։ Այսինքն ասելիքս այն է, որ եթե բոլոր քաղաքացիները լինեին ինձ նման օրինապահ եւ ինձ նման իրավահպատակ, ապա մեր պետությունը կծաղկեր։ Դա եմ ուզում ասել։
Այնուամենայնիվ այս կարդալով այս մեկնաբանությունները այնուամենայնիվ ես հասկացա, որ այս այլ անձի անվան տակ քողարկվող Տաթևիկ Նալբանդյանը անշուշտ հանդիսանում է կամ իմ նախկին կանանցից մեկը, կամ իմ նախկին ընկերուհիներից մեկը, եւ նորից եմ կրկնում, չստանալով իր ակնկալածը, այսինքն չստանալով ինձնից չստանալով իր ակնկալած այդ նյութական բարիքները, հիմա այսպիսի էժանագին հնարքներով քողարկվելով Տաթևիկ Նալբանդյան օգտատիրոջ անվան տակ այս անձնավորությունը իր այս էժանագին հնարքներով փորձում է, այսպես ասած, նորից եմ կրկնում, փորձում է ինձ հունից հանել, սակայն ինչպես տեսնում եք, ես հումորով եմ վերաբերվում ձեր անտրամաբանական եւ ձեր խելակորույս նամակներին, այսինքն ոչ միայն հումորով, այլև հեգնանքով եմ վերաբերվում ձեր այդ նամակներին, քանի որ ձեր նամակների մեջ չկա տրամաբանություն, չկա ողջամտություն եւ ընդհանրապես ինքնանպատակ նամակներ եք գրում եւ ձեր դրդապատճառները ինձ համար արդեն իսկ պարզ են, թե դուք ինչ դրդապատճառներից ելնելով եք այդ ինքնանպատակ նամակները գրում ինձ։ Բնականաբար ես ուղիղ եթեր մտնելուց առաջ կանխատեսել եմ այս իրավիճակը, այլապես ես կարող էի փակել կոմենտները, այսինքն ուղիղ եթեր մտնելուց առաջ ես կարող էի արգելափակել մեկնաբանություն գրելու հնարավորությունը եւ որևէ մեկը չէր կարողանա ուղիղ եթերի ընթացքում ինձ որևէ նամակ գրել, սակայն ես միտումնավոր չեմ արգելափակել ուղիղ եթերի ժամանակ ինձ նամակներ գրելու հնարավորությունը, քանի որ նորից եմ կրկնում, ես ի սկզբանե կանխորոշել եմ այս իրավիճակը, բնականաբար հասկացել եմ, որ հնարավոր է ուղիղ եթերի ժամանակ ինձ ուղղեն այնպիսի հարցադրումներ, որոնք որ կլինեն անտրամաբանական, ես արդեն իսկ պատրաստ եմ այս հարցադրումներին, նորից եմ կրկնում, եթե ես հիմա զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, այսինքն հանրության շրջանում ունեմ բավականին լայն ճանաչվածություն, այսինքն ինձ շատ մարդ է ճանաչում, այդ է վկայում իմ հետևորդների քանակը, այդ է վկայում նաև իմ տեսանյութերի դիտելիությունը, այսինքն իմ YouTube-յան ալիքում եթե հեռարձակվող տեսանյութերը կամ տեսանյութեր, որոնք որ 100,000 դիտումը գերազանցում են, այսինքն իմ յուրաքանչյուր տեսանյութը դիտում է առնվազն 100,000 եւ ավել մարդ, եւ դա անշուշտ վկայում է այն մասին, որ հանրության շրջանում մեծ արձագանք ունեն իմ տեսանյութերը եւ եթե դու զբաղվում ես հասարակական գործունեությամբ եւ եթե դու հանրային դեմք ես, այսինքն խոսքը իմ մասին է, բնականաբար կլինեն նաեւ այնպիսի չարակամ, այնպիսի նախանց մարդիկ, ովքեր կփորձեն ցեղ շպրտել քո բարի անվան վրա եւ այդ ամենը կանեն քողարկված կերպով, ինչպես որ հիմա են անում, եւ այդ ամենը կանեն քողարկված կերպով առանց բացահայտելու իրենց էությունը, իրենց իրական դեմքը։ Հիմա նորից եմ կրկնում, եթե դուք իրական եք եւ եթե դուք խոսքս ուղղում եմ Տաթևիկ Նալբանդյանին, եթե դուք իրական եք, եթե դուք չեք քողարկվում այլ անձի անվան տակ, ապա առաջարկում եմ ուղիղ եթերում զանգահարել ինձ, ես ուզում եմ լսել ձեր ձայնը, որպեսզի հասկանամ դուք ով եք, եւ եթե ես լսեմ ձեր ձայնը, եթե նույնիսկ դուք այլ անձի անվամբ էլ ներկայանաք, ապա ձեր ձայնը լսելը ինձ բավարար է, որպեսզի ես հասկանամ նախկինում ձեզ ճանաչել եմ արդյոք, թե ոչ։ Սակայն հոգեբանական տեսանկյունից վերլուծելով ձեր կողմից ինձ գրված այս անպարկեշտ, այս անտրամաբանական եւ ինքնանպատակ նամակների բովանդակությունը, ես առավել քան համոզված եմ, որ դուք շատ լավ ճանաչում եք ինձ, ես նույնպես շատ լավ ճանաչում եմ ձեզ, դուք նորից եմ կրկնում կամ հանդիսանում եք իմ նախկին կանանցից մեկը, կամ հանդիսանում եք իմ նախկին ընկերուհիներից մեկը, քանի որ ես ունեցել եմ բազմաթիվ ընկերուհիներ, բնականաբար շփվել եմ շատ աղջիկների հետ, ներկայումս նույնպես շփվում եմ բազմաթիվ կանանց եւ աղջիկների հետ, քանի որ ազատ տղամարդ եմ եւ բնականաբար ունեմ իրավունք շփվել այնպիսի մարդու հետ, ում հետ ինքս կցանկանամ եւ պարզապես դուք հիշաչար եք մնացել, այսինքն հիշաչարությամբ եք տողորված իմ անձի նկատմամբ, քանի որ ինձնից չեք ստացել ձեր ակնկալած այդ փողը,
ձեր ակնկալած նյութական բարեկեցությունը չեք ստացել ինձնից եւ հիշաչարությամբ եք տողորված իմ անձի նկատմամբ եւ այդ հանգամանքով պայմանավորված ինձ հիմա գրում եք այսպիսի քողարկվելով այլ անձի անվան տակ ինձ հիմա գրում եք այսպիսի չփաստարկված այսպիսի անպարկեշտ, անտրամաբանական եւ ինքնանպատակ նամակներ դրանով իսկ փորձելով հունից հանել ինձ, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ ես ունեմ բավականին հզոր ինքնատիրապետում եւս մեկ անգամ ցանկանում եմ հատուկ ձեզ համար ընդգծել այդ հանգամանքը ուզում եմ տեսնեմ այս խաղը ինչքան է շարունակվելու այս ձեր նամակները Վասիլի տվյալներով օգտատերը գրել է ձուկ ծախողին խի ես կպել, մարդը գործ է անում, տուն ապահում։ Հիմա անդրադառնամ այդ հարցադրմանը, դուք վստահ եմ, որ դիտել եք իմ YouTube-յան ալիքում տեղադրված տեսանյութը, ասեմ, որ այդ ձուկ ծախողը ինքը զբաղվում էր հանցագործությամբ եւ վաճառում էր կարմիր գրքում գրանցված ժերեղ տեսակի ձուկ։ Եվ եթե չգիտեք, տեղեկացնեմ, որ կարմիր գրքում գրանցված ժերեղ տեսակի թե որսը եւ թե վաճառքը օրենքով խստի վարկելված է եւ դրա արդյունքում էական վնաս է պատճառվում բնությանը։ Եվ քանի որ ինչպես արդեն նշեցի, ես ինքս լինելով օրինապահ քաղաքացի եւ ունենալով քաղաքացիական բարձր իրավագիտակցություն, այդ ժամանակ պատահաբար անցնում էի Վանաձորի Լաչինի միջանցք կոչվող շուկայով եւ տեսա, որ մի տղամարդ այսպես ազատ վաճառում է կարմիր գրքում գրանցված ժերեղ տեսակի ձուկ, որի որսը եւ վաճառքը, ինչպես արդեն նշեցի, օրենքով խստի վարկելված է եւ դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Եվ ես լինելով օրինապահ քաղաքացի, այդ պահին կատարելով իմ քաղաքացիական պարտքը, դրսևորելով քաղաքացիական բարձր իրավագիտակցություն, անմիջապես տեղյակ են պահել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարունի բաժնի ծառայողներն, այդ ամեն ինչը տեսանյութում երևում է, այդ ձուկ ծախողի հետ կապված այդ տեսանյութում ամեն ինչը հստակ ֆիքսված է, զանգահարել են ոստիկանություն, տեղյակ են պահել այդ դեպքի մասին, ոստիկանները անմիջապես եկել են դեպքի վայր եւ արգելավվել են կարմիր գրքում գրանցված իրեղեն ապացույց հանդիսացող ժերեղ տեսակի ձուկը։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդ պետք է վարվեր այնպես, ինչպես որ ես եմ վարվել եւ հավաստիացնում եմ, որ հետագայում, եթե ես ականատես լինեմ նմանատիպ դեպքերի, ապա վստահեցնում եմ, որ այդ ժամանակ նույնպես պետք է արագ արձագանքեմ յուրաքանչյուր իրավախախտմանը եւ պետք է օրենքով սահմանված կարգով հակազդեմ յուրաքանչյուր իրավախախտմանը։ Կարծում եմ իմ ողջամիտ պատասխանը ձեզ բավարարեց։ Եթե իմ ողջամիտ պատասխանը ձեզ չբավարարեց, ապա կխնդրեի նորից ինձ հարց ուղղել, թե իմ այս պատասխանի մեջ ինչն է ձեզ համար անհասկանալի։ Հիմա անդրադառնամ մյուս մեկնաբանությունների։ Մարդկային տգիտության աստիճանն է, էլի։ Տգիտության եւ տկարամտության գագաթնակետն է այս նամակագրությունները։ Կարծես աբորիգեններ լինեն այս նամակները գրողները։ Ես դիտավորյալ հիմա չեմ ընդհատում այս ուղիղ եթերը, ուզում եմ հասկանամ այս խաղը մինչև ինչքան է շարունակվելու։ Որևէ կաշկանդվածություն չունեմ, այսպես հրապարակային գրեք, թող բոլորը կարդան։ Եթե մտածում եք, որ այս նամակագրության արդյունքում, չգիտեմ, միտված եք կամ հատված եք նրան, որ վարկաբեկ եք ինձ, ապա ձեզ խորը հիասթափություն է սպասվում, հասարակությունը շատ լավ ինձ ճանաչում է եւ յուրաքանչյուր ողջամիտ անձ խորը հարգանք ունի իմ անձի հանդեպ։ Եթե ասեմ իմացիք որպես գիտություն ձեզ։
Քանի որ այս նամակագրությունները նորից եմ կրկնում, իրենք արդեն տգիտության գագաթնակետներ եւ գրված են աբորիգենների կողմից, ես չեմ վարանի այդ բառը օգտագործել, ովքեր որ չգիտեն աբորիգեն բառի իմաստը, կարող են բառարաններում գտնել եւ հասկանալ, թե ինչ է նշանակում աբորիգեն։ Այսինքն իմ այս պատասխանները կարելի է դիտարկել որպես հակադարձում ձեր անպարկեշտ նամակներին, այսինքն ձեր կողմից ինձ գրված այս անտրամաբանական խելակորույս ինքնանպատակ եւ անպարկեշտ նամակներին ի պատասխան ես ընդհանրապես հակադարձում եմ ձեզ հնարավորինս քաղաքակիրթ եղանակով։ Բնականաբար ես ինքս էլ կարող եմ վիրավորել ձեզ, սակայն իմ դաստիարակությունը թույլ չի տալիս որևէ մեկին վիրավորել։ Ես դրսևորում եմ զսպվածություն եւ ներողամտություն եւ ձեզ կհորդորեի, որ դուք նույնպես հնարավորինս զսպվածություն դրսևորեիք, եթե դուք իսկապես կին եք, այսինքն իգական սեռի ներկայացուցիչ եք, խոսքս ուղղում եմ հենց այս Ոմն Տաթևիկ Նալբանդյան օգտատիրոջը, ապա ձեր վարքագիծը պատիվ չի բերում կնոջը։ Այդ իսկ պատճառով ձեզ զսպվածության կոչ եմ անում եւ կհորդորեի հնարավորինս լինել զսպված, հարգալից եւ պահպանել համակեցության կանոնները։ Ասեմ, որ ես ինքս բավականին քաղաքակիրթ անձնավորություն եմ եւ նորից եմ կրկնում, իմ դաստիարակությունս ինձ թույլ չի տա, որ ես նույնպես հիմա հավասարվեմ ձեզ եւ սկսեմ ձեր վիրավորանքներին պատասխանել վիրավորանքներով։ Այդ իսկ պատճառով կսահմանափակվեմ ընդհանրապես ձեզ զսպվածության կոչ անելով։ Լավ, այսքանով եզրափակում եմ իմ այս ուղիղ եթերը։ Եթե կունենաք ինձ ուղղված հարցադրումներ կապված այս ուղիղ եթերի հետ, կրկնում եմ միայն ողջամիտ հարցադրումներ, ապա կարող եք ինձ ուղղված ձեր ողջամիտ հարցադրումները գրել այս տեսանյութի մեկնաբանություններում։ Այսքանով ավարտում եմ այս ուղիղ եթերը, բարի գիշեր։